Հաջորդ հոդվածը. ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնից ազատվելուց հետո ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսը։ 2019-ին նա հեռացավ պաշտոնից, ուղեկցելով հստակ քաղաքական ուղերձով, իսկ արդեն 2020-ի գարնանը հիմնեց Հայրենիք կուսակցությունը ընդդիմադիր դիրքավորումով։ Սակայն պատերազմը եւ հետպատերազմյան ցնցումները ձգեցին գիծը նրա քաղաքական կայացման հնարավորության տակ։ 2020-ի աղետալի պատերազմից հետո ընդդիմադիր դաշտը վերաձևավորվեց, առաջին պլան անցան նախկին նախագահները եւ դաշնակցությունը։ Այս շրջապտույտում Վանեցյանն ուներ եւ ակտիվ դերակատարություն եւ գրեթե լիակատար ճանաչելիություն, բայց քաղաքական նորեկ լինելը, անփորձությունը եւ տարբեր բևեռների հանդեպ ունեցած հակասական ընկալումները թույլ չտվեցին նրան ամրապնդվել։ Ընդդիմադիր ճամբարում իր դիրքերը խոցելի էր նաև այն պատճառով, որ նա նախկինում ղեկավարել էր նույն ԱԱԾ-ն, որը Փաշինյանի օրոք հետապնդում էր հենց այդ նույն ընդդիմադիր դաշտի առաջնորդներին։ Հասարակությունը նրան տեսնում էր ոչ այն կողմի խաղացող։ Իշխանությունների հետապնդման տակ գտնվող նախկին պաշտոնյաների կողքին կանգնելը դարձավ իշխանական քարոզչության Վանեցյանին թիրախավորելու հարմար պատուհան։ Նա հայտնվեց գծի երկու կողմերում եւ նախկինների հետ եւ նախկիններին հետապնդած կառույցի առաջնորդի կարգավիճակում։ Ամբողջ այս հակասությունն էլ ձևավորեց անվստահության պատը։ 2021-ի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը եւ Սերժ Սարգսյանի քարոզարշավում հիմնական դեր տալը Վանեցյանին վերջնականապես դասեց նախկինների դաշտում։ Եվ նույնիսկ եթե որոշ գնահատականներ չափազանցված էին, Վանեցյանը սեփական որոշումներով այդ ընկալումները լեգիտիմացրեց։ Նա կորցրեց քաղաքական սուվերենությունը, ընկալվելով ոչ թե որպես առանձին ֆիգուր, այլ Սերժ Սարգսյանի մարդ։ 2022 թվականին դիմադրության շարժման ձախողումից հետո Վանեցյանն իջավ քաղաքական առաջին գծից։ Նա դուրս եկավ խորհրդարանից ու երկար ժամանակ լռեց, կարծես վերաիմաստավորելով սեփական քաղաքական դերն ու տեղը, սակայն նրա վերադարձին կրկին ուղեկցեցին Սերժ Սարգսյանի հետ կապերի մասին խոսակցությունները։ Դա հատկապես սրվեց, երբ իմպիչմենտի մասին գործընթացում, որը նախաձեռնվել էր երրորդ նախագահի մերձակա շրջանակի կողմից, հաճախ հիշատակվեց Վանեցյանի անունը։ Հանրային ընկալման մեջ դա վերածվեց կասկածի, կրկին մասնակցում է Սերժ Սարգսյանի խաղին, ինչ է։ Մամուլի շրջանառած տեղեկությունների համաձայն Վանեցյանին առաջարկվել է դառնալ իմպիչմենտի Սերժ Սարգսյանի թեկնածուն, եւ եթե նա համաձայներ, ապա 2026-ի ընտրություններից առաջ միանշանակ կբետոներ իր քաղաքական անկախության կորուստը։ Այս սցենարը կարող էր վերջ դնել Վանեցյանին որպես ինքնուրույն խաղացողի ցանկացած հավակնությանը։ Բայց Վանեցյանն այս անգամ ընտրեց հրաժարվելու եւ դուրս գալու ուղին։ Նա չգնաց այս րոպեական շահի հետևից եւ ըստ էության խզեց կապերը Սերժ Սարգսյանի գծած քաղաքական մատրիցայի հետ։ Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ նա հայտարարել է ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, ապա պարզ է դառնում, որ Վանեցյանը փորձում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը առանց իր հիմնական խնամակալների թելադրանքի։ Իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել, սակայն Վանեցյանը բացել է հնարավորության դուռն ինքն իր համար։ Այժմ մնում է վերջնականորեն հատել սահմանը, փակել նախկինների հետ նույնականացման էջը եւ հաստատվել որպես սուվերեն քաղաքական դերակատար նոր իրականության մեջ։ Մեր գործունեության ընթացքում մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեությանը եւ սա կարծում եմ այդ ամբողջ անդրադարձների քննադատության այսպես խտապատկերներ եւ նաեւ իրապես այս հոդվածով մենք հնարավորություն տեսնում ենք Արթուր Վանեցյանի համար ապագայում առանձին քաղաքական ֆիգուր ներկայանալու համար, ընդ որում եթե նա կարողանա ի վերջո ամրապնդել այն տեսակետը, որ ինքը որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի հետ կամ առնվազն չի գտնում նրա ազդեցության տակ, կարծում ենք երկարաժամկետ ապագայում իր դիրքերը կարող են լավանալ քաղաքական դաշտում։ Բայց եթե փորձի վերադառնալ այն նույն շրջապտույտին, ինչից փորձում է դուրս գալ, կարծում ենք ամեն բան իր համար ավարտված կլինի։